Շատերդ եք լսել Փաշինյանի իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից անպագորգոր հայտարարություններ, թե իրենք կարողանում են երկիր կառավարել եւ որ իրենք լավ կառավարիչներ են։ Արդյոք լավ կառավարիչներ կարող են համարվել մարդիկ, որոնց իշխանության օրոք հայաստանյան քաղաքներն ուղղակի կաթվածահար վիճակում են հայտնվում, երբ ձյուն է գալիս։ Հերիք է մեկ օր ձյուն գա օրինակ Երևանում եւ հասարակական տրանսպորտն ու դրանից օգտվող մարդիկ հայտնվում են դժոխքում։ Ոչ մի բան չեն անում, մենակ ինչ են անում, էլ մի հատ բակ մտեք, տեսեք, ոչ մի բան բացարձակապես չեն անում։ Լավ արևը դուրս է գալի, Ավինյանը իր գործերը առաջ է տանում։ Քաղաքի երթևեկելի հատվածներն են շատ վատ վիճակում։ Տոտիկ են քայլում, որ չընկնենք։ Ինչն է մաքրած, ոչ մի բանն էլ մաքրած չի։ Ձեր բակում ինչպիսի իրավիճակ է։ Որ Նվազագույնը կասկադյորական հնարքների պետք է տիրապետես, որ կարողանաս Երևանյան բակերով առանց ընկնել ջարդվելու գնաս խանութ, ամանորյա գնումներդ կատարելու։ Երևան Քոչարի փողոցով հազիվ եմ հասել, գիտեք, մայթել չկա։ Մեքենաների արանքով, ձնով հազիվ հասել եմ տեղ վախենալով։ Հարց է առաջանում. Երևանի քաղաքապետարանի բյուջեից այդքան միլիոնավոր դրամներն ինչի վրա են ծախսել միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացած քաղաքապետարանի աշխատակիցները, երբ դրանցով չի գնվել անհրաժեշտ քանակի աղ ու ավազ փողոցներին շահ տալու համար։ Երևանից իր սառցակալած փողոցներով անմասն չի մնում Վանաձորը։ Այստեղ եւս քաղաքացիները դժվարին վիճակում են, որովհետև քաղաքային իշխանությունը լավ չի կառավարել քաղաքն ու փողոցներն այս ձմռանն անվտանգ չի դարձրել վանաձորցիների համար։ վիճակն է շատ վատ է։ Մեքենաները չեն կամեն նորմալ քշեն, վտանգավոր է, ժողովուրդը չեն կարող, մենք էլ վտանգավոր է, մարդը բերին գերին։ Օրական 8 ավտո է ջարդվել։ Լակայել ասի ժամը 8-ը։ Ճաղ մենակ ավազ են շախտալու, գրաղը լմել, աղեն լցնել։ Չենք տել աղշախտ։ Էսը մի աղշախտված է։ Այնպես որ, եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսի կառավարիչներ են Հայաստանի ղեկավարները, ձնառատ օրերին նայի հայաստանյան վտանգավոր փողոցներին։